Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սորել իրենից իր ճշմարտության դասերը։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի մենք անցկացնենք իր հետ Սուրբ Հոգով ներշնչված, ուսումնասիրենք իր Սուրբ Խոսքը եւ ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս նոր տարվա առաջին երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը։ Քրիստոսը Փիլիպպեցիներին եւ Կողոսացիներին թղթերում, այսինքն մենք ուսումնասիրելու ենք Փիլիպպեցիս եւ Կողոսացիս թղթեր այս երամսյակ։ Եվ այսօր արդեն երկրորդ դասն է, որը կոչվում է շնորհակալության եւ աղոթքի պատճառներ։ Հիշելու համարն է Փիլիպպեցիների 1:6։ Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Պողոսը միանգամայն գիտակցաբար է սկսում իր ուղերձները ողջույնի եւ շնորհակալության խոսքերով, ինչպես որ գրած է Կողոսացիներ 1:2-3 համար։ Կողոսայում Քրիստոսով եղող սրբերին եւ հավատացյալ եղբայրներին Աստծուց, մեր Հորից ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ ձեզ եւ խաղաղություն։ Մենք ինչպես եւ Պողոսը շատ բան ունենք, որի համար պետք է շնորհակալ լինենք Աստծուց։ Մենք այնքան լիակատար ենք ապրել Աստծո շնորհը, որ նույնիսկ հրեշտակները չեն կարող ըմբռնել։ Նույնը կարելի ասել Աստծո ապարգևած խաղաղության մասին, որը ներառում է Աստծո հետ ներդաշնակությունը եւ նրա սիրուց բխող հույսը։ Մարդկային մակարդակում մենք կարող ենք երախտագիտություն հայտնել ուրիշներին, հույս ունենալով, որ մարդիկ կգնահատեն այն, ինչ անում ենք իրենց համար։ Ծնողները աղոթում են, որ իրենց երեխաները սիրեն Աստծուն եւ գոնե մի օր, եթե ոչ հիմա գնահատեն այն իրական զոհաբերությունները, որոնք կատարել են, նրանց լավագույն դաստիարակություն տալու համար։ Բայց որպես մարդ մենք շատ սխալներ ենք թույլ տալիս եւ սովորում ենք դրանցից, կամ գոնե պետք է սովորենք։ Մենք սխալներից պետք է սովորենք։ Այդպիսի մարդ չկա, որ սխալ չանի, բայց կարևոր է, որ մենք սովորենք մեր սխալներից եւ դադարենք դրանք անել։ Կարդանք Փիլիպպեցիներ 1:3-8 համարները։ Գոհանում եմ իմ Աստվածանից ամեն ժամանակ, որ ձեզ հիշում եմ, որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղոթք եմ անում ուրախությունով։ Սա շատ կարևոր է, որ երբ որ մեկի համար ուրախությունով ես աղոթք անում, այլ ոչ թե տխրությամբ։ Տխրությամբ աղոթում ես նրա համար, որ հեռու է Աստծո ճանապարհից եւ չի ուզում կանել Աստծո ճանապարհի վրա եւ սխալ կյանքով է ապրում, եւ ուրախանում ես, երբ որ գիտես, որ մարդը ճիշտ ճանապարհով է գնում։ Եվ տեսեք ինքը ինչի է ուրախությունով աղոթում իրենց համար։ Ձեր ավետարանին հաղորդ լինելու համար այն առաջին օրից մինչև հիմա։ Այսինքն ասում է դուք իներտ չմնացիք, երբ որ իմացաք ճշմարտությունը, դուք սկսեցիք անմիջապես տարածել այն, ավետարանել։ Եվ դրա համար է ուրախանում Պողոս առաքյալը, որ նրանք իրոք այնպես սիրեցին, որ սկսեցին հենց առաջին օրվանից ավետարանել Աստծո խոսքը իրենց շուրջը եւ տարածել։ Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը կկատարել մինչև Հիսուս Քրիստոսի օրը, ինչպես որ պետք է ինձ մտածել, այս բանը ձեր ամենի համար։ Որովհետև ձեզ իմ սրտի մեջ ունեմ իմ կապանքներում եւ ավետարանի ջատագողության եւ հաստատության ժամանակ, որ դուք ամենքդ ինձ հետ շնորհքի հաղորդ եղաք։ Վասնզի Աստված ինձ վկա է, թե ինչպես ձեր ամենիդ փափագում եմ Հիսուս Քրիստոսի գութովը։ Պողոսը Փիլիպպեում եկեղեցինադրեց եւ մենք կարող ենք տեսնել քրիստոնեական հաղորդակցության ջերմությունը, որով համակված է նրա նամակը։ Հարյուրավոր մղոններով նրանցից բաժանված, շղթայված ու բանտարկված Պողոսն իր սրտում էր կրում եկեղեցին ու նրա անդամներին, նա կարոտում էր նրանց Հիսուս Քրիստոսի գորովով, ինչպես ինքը գրում է։ Եվ նա Աստծուն շնորհակալություն է հայտնում նրանց համար։
Արդեն նշեցինք ինչի համար։ Պողոսի շնորհակալական աղոթքը նույնիսկ ակնարկում է Հիսուսի բարեխոսությունը մեզ համար երկնքում։ Հիսուսը մեր քահանապետն է երկնային սրբարանում եւ իր հոր առաջ իր հետ կրում է իր ժողովրդի անունները, այսինքն իր սրտի վրա կրում է իր զավակների անունները եւ ներկայացնում է մեզ հոր առջեւ։ Ուշագրավ է, որ Փիլիպպեցիներ առաջին գլխի 3-րդ համարում օգտագործված ձևակերպումը երկի մաս է, ինչն ընդգծում է Պողոսի եւ Փիլիպպեցիների միջև եղած սեր մտերիմ հարաբերությունը։ Ուրեմն, սովորաբար այն թարգմանվում է այնպես, որպես թե Պողոսը նրանց հիշում է իր աղոթքներում, սակայն հնարավոր է նաեւ հասկանալ այնպես, որպես թե նրանք են հիշում Պողոսին։ Ամեն դեպքում սա վկայում է այն փոխադարձ մտերիմության մասին, որն ընդգծվում է նաեւ հաղորդակցություն բառով։ Ինչպես որ Պողոսը հաղորդակից եղավ Քրիստոսի տառապանքներին, այնպես էլ Փիլիպպեցիները մասնակից եղան Պողոսի տառապանքներին տարբեր ձևերով, ներառյալ ֆինանսապես աջակցելով նրա ծառայությանը։ Այս փոխադարձ կապը, որը սկիզբ է առել առաջին օրից մինչև հիմա, մղում է Պողոսին գոհություն հայտնել Աստծուն նրանց համար եւ ուրախությամբ աղոթել նրանց համար։ Պողոսը ծառայում էր Աստծուն եւ երբ որ օգնում էին Պողոսին, նշանակում է, որ իրենք էլ էին ծառայում Աստծուն, այսինքն օգնում էին իրականում ավետարանի գործին, ոչ թե անհատ մարդու, այլ ավետարանի գործին։ Եվ Պողոսը ուրախ է հենց դրա համար, որ իրենք օգնում են ավետարանի գործին, այլ ոչ թե օգնում են անձամբ իրեն։ Հետաքրքիր է, որ Պողոսը բավականին դրական է նկարագրում իր բանտային միջավայրը, որպես ավետարանի պաշտպանության ու հաստատության հնարավորություն։ Ինքը ուրեմն ողբերգություն չէր սարքել իր բանտարկությունը, այլ հակառակ հնարավորություն էր տեսնում դրա մեջ։ Նրա կողմից երկու իրավական տերմինների օգտագործումը հուշում է, որ նրա դատավարությունը մոտ է, բայց նաև ցույց է տալիս, որ Պողոսը եռանդուն ավետարանում է զինվորներին ու այցելուներին։ Չի ասում, սրանք զինվորներ են, ինձ ստեղ պահում են, շղթայակապ, ուրեմն իմ թշնամին են, ես պիտի ատեմ իրանց, չէ, ինքը սիրում է զինվորներին եւ իրենց վկայում է Աստծո սիրո մասին, իրենց էլ է ավետարանում որպես Աստծո թարգայության պոտենցիալ զավակների։ Եվ ամենալավ բանը, որ կարող ենք մենք անել մարդկանց, դա նրանց տալը ճշմարտություն տալն է, որտեվ ինչ էլ որ նրանց տանք, դրանք ժամանակավոր, անցողիկ, ոչնչացվող բաներ են, բայց երբ որ տալիս ենք ավետարանը, հույսը, որ կարող են իրենք փայփայել, որ իրենց մեջ հավատք ծնվի, որ իրենք իմանան, որ իրենք մի անտեր չեն, որ ծնվել են պատահական աշխարհում, հետո էլ մեռնելու են եւ վերջ։ Ոչ, ամենալավ բանը, որ կարող ենք մենք անել մարդկանց համար, իրենց տեղյակ պահենք Հիսուսի ճշմարտության մասին, որ Հիսուսը պատրաստվում է մեզ պատրաստում է, որպեսզի մենք մտնենք երկնքի արքայություն եւ հավերժ ապրենք նրա հետ առանց մեղավոր կյանքի եւ առանց մեղքի հետևանքների, առանց մահվան, հիվանդության, առանց նեղացնելու իրար, առանց ատելության եւ հուշոտելու իրար։ Ամենալավ նվերը, որ մենք կարող ենք անել մարդկանց, դա է։ Եվ այն տպավորությունն է, որ Պողոսը կարծես ավելի քիչ մտահոգված է իր սեփական ապագայով, քան ավետարանի արդարացմամբ, անկախ նրանից կապրի թե կմեռնի, Պողոսը վստահ է, որ Աստված կավարտի այն բարի գործը, որ սկսել է բոլոր նրանց մեջ, ովքեր վստահում են իրեն։ Պողոսը չէր սկսել Աստծո գործ, այլ ինքը Աստված, եւ ինքը Աստված էլ ավարտի կհասցնի։ Մի քանի տարի առաջ մի հովիվ խոսում էր այն աղոթքների մասին, որոնք պատտվում են միայն ինձ եւ իմ կարիքների կամ փափագների շուրջ, այսինքն որոնք եսասեր աղոթքներ են։ Նա ճշգրիտ բնութագրեց դրանք որպես եսասիրական փոքրիկ աղոթքներ, որտեղ Աստված շատ ավելի մեծ բաներ ունի մտքում։ Շարունակենք կարդալ Փիլիպպեցիս առաջին գլուխը 9 համարից մինչև 11-ը։ Եվ սա աղոթք եմ անում, որ ձեր սերն էլ ավելի ու ավելի
տանա գիտությունով ու ամեն հասկացողությունով, որ դուք լավագույնն ընտրեք, որ մաքուր լինեք եւ առանց գայթակղության Քրիստոսի օրումը արդարության պտուղներով լցված Հիսուս Քրիստոսի ձեռովը Աստծո փառքի եւ գովասանքի համար։ Ոչ թե ձեր փառքի, ոչ թե ձեր գովասանքի համար, այլ Աստծո փառքի եւ գովասանքի համար։ Այս աղոթքը ընդամենը 43 բառից է, բայց ամփոփում է Պողոսի բոլոր մտահոգությունները, որոնք նա կզարգացնի ուղերձի մնացած մասում՝ սեր, գիտելիք, զանազանություն, անկեղծություն, չվիրավորելու ձգտում եւ արդարություն, որ ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս աղոթքի, ինչպես նաև Պողոսի նախորդ շնորհակալական արտահայտությունների հիմքում ընդգծվում է եկեղեցին որպես ամբողջություն։ Պողոսի աղոթքն ամբողջովին կենտրոնացած է ուրիշների վրա։ Ինքը չի խնդրում իր համար, ինքը չի ասում Աստված ջան, ազատ ինձ այս բանտից եւ այլն եւ այլն։ Ինքը խնդրում է եկեղեցու համար։ Հանուն ամբողջ եկեղեցու եւ նրա բարօրության։ Եկեք ավելի մանրամասը դիտարկենք այս աղոթքի առանձին տարրերը։ Ասում է, որ ձեր սերն ավելի ու ավելի աճի։ Պողոսը ոչ միայն աղոթում է ավելի շատ սիրո համար, այլ այնպիսի սիրո, որն ուղղորդված է որոշակի ուղղությամբ, ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ։ Գիտության մասին հիշատակումը չի վերաբերում միայն մտավոր գիտելիքներին, այլ ենթադրում է հոգևոր երևույթների գիտությունը, որը կարելի է ձեռք բերել միայն Աստծո հետ հաղորդակցվելով եւ նրա խոսքը ուսումնասիրելով։ Խոսքը չոր գիտելիքների մասին չէ, այլ Աստծուն ճանաչելու մասին։ Խորաթափանցություն։ Պողոսը բացատրում է սա որպես կարողություն հաստատելու այն, ինչ գերազանց է, այսինքն տարբերակելու վնասակարը լավից, որպեսզի Քրիստոսի օրը մաքուր լինենք եւ անարատ։ Լինել անկեղծ, ուրեմն սիրել, լինել խորաթափանց, լինել անկեղծ, հունարենում այս բառը նշանակում է դատված արևի լույսով եւ վերաբերում է գործողությունների անաղարտ մաքրությանը։ Էլեն Ուայթը արտացոլելով Քրիստոսին գրքում գրում է. Քրիստոնյաների յուրաքանչյուր գործողություն պետք է արևի լույսի նման թափանցիկ լինի։ Եվ չորրորդ, գայթակղության առիթ չհանդիսանալ։ Սա նշանակում է խոչընդոտ չդառնալ, չասել կամ չանել այնպիսի մի բան, ինչը կարող է դժվարացնել ուրիշ մարդու հավատքը։ Այսինքն գայթակղություն չլինել ուրիշի համար։ Եվ հինգերորդը արդարություն Քրիստոսի միջոցով։ Պողոսը մանրամասն անդրադառնում է սրան հռոմեացիների եւ գաղաթացիներին ուղղված ուղերձներում եւ ապա զարգացնում է այս միտքը Փիլիպպեցիներին 3-րդ գլխում։ Մենք չունենք սեփական արդարություն, ունենք միայն այն, ինչ ստանում ենք Քրիստոսի միջոցով։ Ուրիշին չանենք, որ մեր սերն ավելի ու ավելի աճի։ Հասկանալի է, որ Փիլիպպեցիները խորապես վշտացան, երբ լսեցին Պողոսի բանտարկության մասին, այժմ նրա աշխատանքը խիստ սահմանափակ էր, նա չէր կարող ճանապարհորդել, չէր կարող քարոզել, այցելել ժողովարաններ եւ մարդկանց օրեցնել Հիսուսի մասին որպես օծյալ։ Նա այլևս չէր կարող եկեղեցիներ հիմնել։ Փիլիպպեցիներն ուղարկեցին Եպափրոդիտոսին, բարձելու առաքյալի վիճակը, քաջալերելու նրան եւ համոզվելու, որ նրա ֆիզիկական կարիքները բավարարվում է։ Կարդանք Փիլիպպեցիներ առաջին գլխի 12-ից մինչև 18 համարները։ Կամոնում եմ եղբայր, որ գիտենաք, թե ինչ բան, որ իմ մասին եղավ, ավելի ավետարանի հարաճանության համար հաջողվեցավ։ Այստեղ ոչ թե բողոքում է Պողոս, այլ ասում է, ինչ որ եղավ, դեպի բարին եղավ։ Ավետարանի առաջ խաղացման համար եղավ։ Մինչև որ իմ կապանքները Քրիստոսում հայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին է։ Իսկ ինչպես անցած դասին ասին, եթե սա տեղի չունենար, պալատում գտնվողները հնարավորություն չէին ունենալու լսելու ավետարանը եւ ընդունելու ճշմարտությունը։ Եվ Պողոսը ուրախանում է, որ չնայած իր տանջանքներին, բայց այս մարդիկ էլ հնարավորություն ստացան ճշմարտությունը լսելու եւ փրկվելու։ Եվ տերումը եղբայրներից շատերը իմ կապանքներով քաջալերված ավելի համարձակ եղան Աստծո խոսքը առանց վախի խոսելու։ Ոմանք նախանձով եւ հակառակության պատճառով եւ ոմանք էլ բարեհոժար մտքով քարոզում են Քրիստոսին եւ ոմանք հակառակությունից են քարոզում Քրիստոսին եւ ոչ թե անկեղծ, կարծելով թե իմ կապանքների վրա նեղություն բերեն։ Իսկ ոմանք սերից,
գիտենալով, որ ավետարանի ջատագովության համար կանած է։ Բայց ինչ կերպով էր որ լինի, թե պատճառանքով եւ թե ճշմարտությունով Քրիստոսն է քարոզում եւ սրա համար ուրախ եմ եւ ուրախ էլ կլինեմ։ Թող այդ մարդիկ չմտածեն, ասում են, որ ես վշտանում եմ, չէ։ Կապ չունի, Աստված է կշռում դրդապատճառները եւ թող Աստված դատի, բայց կարեւոր է, որ Աստծո խոսքը տարածվում է, ճշմարտությունը տարածվում է։ Պողոսի Ֆիլիպեցիներին ուղարկած պատգամը անշուշտ զարմացրել էր նրանց։ Պողոսն այլ աչքերով էր նայում հանգամանքներին։ Նրա հոգևոր խորաթափանցությունը ստիպեց, որ նա դրական լույսի տակ տեսնի իր բանտարկությունը։ Այն ոչ միայն չէր խոչընդոտում իր աշխատանքին, այլ ավելի նպաստեց ավետարանի տարածման առաջընթացին։ Այսինքն ոչ միայն պալատի մարդիկ իմացան, այլ նաև մյուսները ոգևորեցին, ոմանք ճիշտ դրդապատճառներով, իսկ ոմանք սխալ դրդապատճառներով, բայց միևնույնն է, Աստծո խոսքը տարածվում էր։ Այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում էին միայն շղթաներ ու ճաղեր, Պողոսը հռոմեացի պահակներին տեսնում էր որպես Աստծո արքայության հնարավոր հոգիներ, պոտենցիալ փրկվածներ։ Նա տեսավ նաև, որ իր բանտաչերը ասում, սրանք զինվորներ են եւ այլն դաժան են, էսեն ինչ է, ինքը քարոզում էր բոլորին։ Որտեւ մենք չենք որոշողը, ով կընդունե, ով չէ, միայն Աստված գիտի, թե ով կընդունե, ով չէ, դրա համար մենք պետք է սեր մցանենք բոլորի համար։ Նա տեսավ նաև, որ իր բանտարկությունը մեծապես երբեմն մի մարդ, որ իբր թե լավն է համարվում, բարի եւ այլն, առաքինի, երեսանց, եւ կարծում ենք, որ արժե այդպիսի մարդկանց քարոզենք, իսկ նրանք, ովքեր բացահայտ մեղքի մեջ են, կարծում ենք, որ չարժե քարոզել, բայց իրականում հետո այնպես է պատահում, որ տեսնում ենք այս մարդը, որ բացահայտ մեղքի մեջ է դարձել գալի եւ ապաշխարում է, իսկ այն մարդը շարունակում է ինքնասիրահարված ապրել, կարծելով, որ ինքը առանց այդ լավն է, ինքը փրկչի կարիք չունի։ Եվ այդպիսով էլ չի արժանանում փրկությանը։ Ուրեմն, նա տեսավ նաև, որ իր բանտարկությունը մեծապես խրախուսում է ուրիշներին ավելի եռանդուն ու վճռական լինելու, ավետարանը տարածելու համար ցակ խոսելու Քրիստոսի մասին առանց հետևանքներից վախենալու։ Դժվար է պատկերացնել, բայց ոմանք իրոք մտածում են, որ կարող են շահել Պողոսի բանտարկությունից։ Ըստ երևույթի նրանք կարծում են, որ նրան նկատ մնալու արդյունքում իրենք եւ իրենց ավետարչությունը ավելի շատ ուշադրություն կգրավեն։ Այսինքն այդ մարդիկ իրանց եսի հանդեպ էին ուզում մարդկանց ուշադրությունը գրավել, ճշմարտությունը քարոզելով, այլ ոչ թե Աստծո հանդեպ։ Մարդկային եսասիրության ինչպիսի ակնառու, բայց միևնույն ժամանակ տխուր օրինակ, նույնիսկ եկեղեցում, ինչպես Երեմիան էր ասել Պողոսից շատ առաջ, Երեմիա 17:9, սիրտն ամենից ավելի խաբեբայ եւ կամակոր այն, ով կարող է հասկանալ։ Բարեբախտաբար, ի հակադրություն նրանց, որոշ հավատարիմ աշխատողներ նույնպես ավելի նախանձախնդիր դարձան ավետարանը տարածելու գործում, նրանք այնքան էին սիրում Պողոսին, որ նրա հանուն հավատի կրած տառապանքները տեսնելով ավելի շատ վստահեցին Քրիստոսին ու քաջալերվեցին ավելի եռանդուն լինել Տիրոջ համար։ Այսինքն, իրենք որ վախենում էին քարոզելուց, տեսան, որ Պողոսը նույնիսկ շղթաների մեջ է քարոզում եւ ամաչեցին, որ Պողոսը շղթաների մեջ քարոզում է, իսկ իրանք ազատության մեջ են եւ վախից դրդված չեն քարոզում եւ քաջալերվեցին եւ սկսեցին քարոզել։ Դա ոգեշնչեց նրանց գնալ այնպիսի վայրեր, ուր նախկինում վախենում էին գնալ եւ մղեց նրանց խոսել այնպիսի իրավիճակներում, երբ նախկինում լռություն էին պահպանում։ Դա հանգեցրեց նրան, որ ավելի շատ մարդիկ ընդունեցին Քրիստոսին ու տարածեցին փրկության ավետարանը։ Եվ սրա վրա էր, որ Պողոսը ուրախանում էր, ասում է, կապ չունի, թե ինչ դրդապատճառով են քարոզում, Աստված է դատավորը, նա գիտի, բայց կապ ունի, որ քարոզում են, վերանները փակած չեն նստել։ Պողոսի հարաբերությունը կողոսացիների հետ տարբեր էր Ֆիլիպեցիների հետ ունեցած հարաբերությունից, նա Պողոսացիներին ներառում էր նրանց թվում, ովքեր անձամբ չեն տեսել իրեն, որտեղ ինքը չէր, որ անձամբ քարոզել էր Պողոսային, նա չէր եղել Պողոսային, այլ այն մարդը, որին լսել էր,
ինքն էր գնացել իր հայրենի քաղաքը Պողոսա եւ այնտեղ քարոզել։ Այնուամենայնիվ Պողոսը հավաստիացնում է նրանց, ինչպես Ֆիլիպեցիներին, որ շնորհակալություն է հայտնում Աստծու նրանց համար եւ միշտ աղոթում է նրանց համար։ Կողոսացիս 1:3-8 համարները։ Գոհանում ենք Աստվածանից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորից ամեն ժամանակ ձեզ համար աղոթ կանելով, երբ որ լսեցինք ձեր հավատքը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա եւ սերը, որ դեպի ամեն սուրբերն ունեք, այն հույսի համար, որ պահվում է ձեզ համար երկնքում, որի համար առաջուց լսեցիք ավետարանի ճշմարիտ խոսքովը, որ հասավ ձեզ ինչպես ամեն աշխարհի մեջ եւ պտուղ է բերում, ինչպես ձեր միջումն էլ այն օրից հետո, որ լսեցիք եւ Աստուծո շնորհքը ճանաչեցիք ճշմարտությունով, ինչպես էլ սովորեցիք Եփափրասն էր նրանց ավետարանել, մեր սիրելի ծառայեկցիցը, որ ձեզ համար Քրիստոսի հավատարիմ պաշտոնյա է, որ էլ պատմեց ձեզ ձեր սերը, որն էլ պատմեց մեզ ձեր սերը հոգով, այսինքն Սուրբ Հոգով։ Պողոսը միավորում է այն 3 առաքինությունները, որոնք նա հիշատակում է այլ տեղերում՝ հավատ, հույս եւ սեր։ Նկատենք, որ Պողոսը Կողոսացիներին չի վերագրում այս բաները, նա շնորհակալություն է հայտնում Հորը, քանի որ դրանք բարի եւ կատարյալ պարգևներից են, որոնք մենք ստանում ենք նրանից։ Ինքը չի ասում ապրեք, բրավո, տենց շարունակեք, ինքը Աստծուն է փառք տալի, շնորհակալություն է հայտնում Աստծուն նրանց համար, ոչ թե հենց իրենց։ Երբ մենք տեսնում ենք Աստծո սերը մեր հանդեպ, դա առաջնորդում է մեզ դեպի Քրիստոսի հանդեպ հավատքը, եւ մենք ստանում ենք երկնքի հույսը։ Պետրոսը նկարագրում է այն որպես անյեղ, ծանարատ ու անթառամ ժառանգություն, որ երկնքում պահված է մեզ համար։ Առաջին Պետրոս 1:4։ Եվ Պողոսը նաև ընդգծում է, որ ավետարանը արժանահավատ է, քանի որ այն հիմնված է ճշմարտության խոսքի վրա։ Սա արտահայտություն է, որ Պողոսն օգտագործում է տարբեր տեղերում, վկայակաչելով Աստծո ներշնչված խոսքը։ Ի տարբերություն մարդկանց խոսքի, այն հաջողությամբ ազդում է հավատացյալների վրա եւ կատարում է Աստծո կամքը։ Այսպիսով, երբ ավետարանը քարոզվում է, Աստծո զորությունը դրսևորում է Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով լսողների սրտերի վրա եւ մարդիկ արձագանքում են նրան։ Ավետարանն ինքնին պտուղ է տալիս, քանի որ այն կյանքի խոսքն է, ոչ թե մեռած խոսք, այլ կյանքի խոսք, եւ հենց այդ մարդիկ, ովքեր դարձի են գալի, դա ապացույց է, ովքեր Աստծո խոսքով դարձի են գալի եւ փոխվում է իրենց կյանքը, իրենց բնավորությունը, դա արդեն ապացույց է, որ Աստծո խոսքը կյանքի խոսք է եւ ճշմարտություն է։ Ամենազարմանալին հավանաբար ավետարանի տարածումն է այդքան կարճ ժամանակահատվածում Քրիստոսի մահից ու հարությունից մոտ 3 տասնամյակ անց, այսինքն 30 տարի հետո, Պողոսն արդեն կարող է ասել, որ այն տարածվել է ամբողջ աշխարհում։ Նույն գլխում մի փոքր ավելի ուշ նա ասում է, որ ավետարանը երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց։ Հռոմեական ճանապարհների ընդարձակ համակարգը հնարավոր էր դարձնում արագ հաղորդակցությունը եւ ճանապարհորդությունը, ինչն էլ հնարավորություն տվեց, որ Պողոսի նամակները լայնորեն եւ արագորեն տարածվեին։ Սակայն այդ Աստծո զորությունն է, որ գործում է խոսքի միջոցով եւ մարդու մեջ հոգեվոր կյանք, ծնում նրանց նոր արարած դարձնելով Քրիստոսում։ Մենք կարող ենք շատ ավետարանել, մենք կարող ենք շատ նամակներ գրել, այսինքն մարդկանց ասել որոշ բաներ, բայց ոչ մեկն էլ չի փոխվի, չի դարձի գա, եթե Սուրբ Հոգին չներգործի։ Ոչ թե մեր խոսքերն են դարձի բերում, այլ Սուրբ Հոգին է դարձի բերում մեր խոսքերի միջոցով։ Խոսքերը ընդհանրապես միջոց են, որ կարող են մեկի վրա ազդել, մյուսի վրա չազդել։ Այսինքն, երբ մարդը Սուրբ Հոգուն լսում է, նա դարձի է գալի լսելով այդ խոսքերը, երբ որ մարդ չի ուզում լսել Սուրբ Հոգուն, ինչքան ուզում ես նրան ասա, չի ընդունում։ Կարդանք Կողոսացիս առաջին գլխի 9-12 համարները։ Նրա համար մենք էլ այն օրիցը հետե, որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթ կանելուց եւ խնդրվածք մատուցելուց, որ լցվեք նրա կամքի գիտությունով, ամեն իմաստությունով եւ հոգեվոր հանճարով, որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք,
եւ աճեք Աստծո գիտության մեջ, ամեն զորությունով զորացած, իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության եւ երկայնաբուծության մեջ ուրախությունով եւ գոհություն տակ Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն նրա արյունովը մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է ամեն ստեղծվածներից առաջին։ Իհարկե այս խոսքերը մյուս դասի ընթացքում կուսումնասիրենք, մենք պիտի կարդայինք մինչև 12 համարը եւ գոհություն տակ Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ։ Պողոս աղոթում է, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, նա Աստծո կամքի ճանաչումը նկարագրում է որպես ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ լցվելը։ Իմաստությունը նախ գալիս է Աստծուն լիովին վստահելուց, նրա կամքը կատարելու պատրաստականությունից եւ մեր սեփական ըմբռնողությանը չապավինելուց։ Սակայն հաճախ հարց է առաջանում, ո՞րն է Աստծո կամքն ինձ համար այս իրավիճակում։ Կա 4 հիմնական աղբյուր, որոնցով մենք կարող ենք հասկանալ Աստծո կամքը, եթե այն որոնենք աղոթքով։ Առաջին, իմաստության ամենակարևոր աղբյուրը հենց Աստվածաշունչն է, քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Ամբողջ Աստծո խոսքը լցված է Աստծո կամքով։ Եթե մենք ուզում ենք իմանալ, ճանաչել Աստծո կամքը, կարդում ենք Աստվածաշունչը եւ ճանաչում ենք։ Երկրորդ, Աստված մեզ հատուկ իմաստություն է տվել վերջին օրերի համար մարգարեության հոգու միջոցով, որը բացահայտվել է Էլեն Ուայթի գրվածքներում։ Աստվածաշունչը մեզ հորդորում է հավատա քո Տեր Աստծուն եւ դու կհաստատվես, հավատա նրա մարգարեներին եւ դու կհաջողվես։ Շատերը մեժում են Ուայթին, նախ եւ առաջ ասելով, որ նա կին է դրա համար, բայց չգիտեն, որ Ուայթից առաջ Աստված 2 տղամարդկանց է դիմել հերթով, որ իր մարգարեն դառնան, իր խոսքը տարածեն, իր հանդիմանությունները հասցնեն մարդկանց իրենց փրկության համար, բայց նրանք հրաժարվել են, երկուսն էլ հրաժարվել են, վերջի վերջո Աստված ամաչացնելով այդ տղամարդկանց ընտրեց այս բավական երիտասարդ կնոջը 19 տարեկանում եւ նրա միջոցով արեց մի ահռելի գործ եւ Աստծոանը փառավորվեց նրա միջոցով, որտեվ պարզ է, որ այս կինը չէր կարող այդքան բան անել եւ այդքան իմաստուն ձևով գրել, այլ Սուրբ Հոգին էր, որ իր մեջ գործում էր եւ անում էր։ Եվ ինքը իր մասին ասում է, որ ինքը փոքր ճրագ է, որ տանում է դեպի մեծ լույսը Աստվածաշունչը, այսինքն ինչն էր պատճառը, մարդիկ չէին հասկանում Աստվածաշունչը։ Եվ Աստված բացահայտելով Էլեն Ուայթի գրքերը կարդալով, մարդիկ տեսնում են, հերիք է միայն մի անգամ կարդալ իր գիրքը եւ արդեն երբ որ Աստվածաշունչը կարդում ես, լիովին հասկանում ես։ Այնտեղ նույնիսկ մեկ բան չկա, որ հակասում է Աստծո խոսքին, այլ միայն պարզաբանում է Աստծո խոսքը հենց իր Աստծո խոսքի միջոցով։ Ուայթը ոչինչ իրենից չի գրում։ Ինչ որ ինքը գրում է, հաստատված է Աստվածաշնչյան համարներով։ Երրորդը Աստծո կամքն ու առաջնորդությունը կարելի է նաև տարբերակել նախախնամական հանգամանքների միջոցով, խնդրելով նրան բացել կամ փակել դռները։ Երբ որ ընտրության առաջ ենք եւ չգիտենք որը ընտրել, ես շատ հաճախ հենց այդպես եմ անում։ Աստված ջան, խնդրում եմ, եթե էսի քո կամքով չի, թող այնպես լինի, որ անհնարին դառնա։ Չլինի եւ վերջ։ Փակվի այդ դռները։ Եվ խնդրում եմ բացիր այն դռները, որը քո կամքն է։ Եվ պետք է մեր խելքին չապավինենք, այլ ապավինենք։ Եթե Աստված բացում է այդ դռները, պետք է հավատքով մեր ոտքը ներս դնենք այդ դռներից։ Եվ չորրորդ, Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ, երբ մենք սովորում ենք ճանաչել նրա ձայնը։ Քո ականջները կլսեն մի խոսք քո հետևից, քո
քո ետևից, որ ասում է. «Սա է ճանապարհը, քայլիր դրանով, եթե դու աջ կամ ձախ շրջվես»։ Եսայի 30:21։ Պողոսն աղոթում է, որ կողասացիներն ընթանան ինչպես արժանի է Տիրոջը։ Իհարկե մեզ այնց որևէ մեկը չի ժառանգում արժանի լինելը, բայց Աստվածի շնորհով մեզ համարում է արժանի եւ կոչ է անում ապրել այդ բարձր կոչմանը համապատասխան։ Աստված մեզ հագցնում է, որ մենք ապաշխարում ենք, Աստված մեզ հագցնում է իր արդարության հանդերձը, որը ճերմակ է, սպիտակ է, մաքուր է։ Հանդերձը դա բնավորության խորհրդանիշն է։ Եվ արդեն մեզանից է գալի մեր առօրյա ընտրություններից, խոսքերից, գործերից, մեր կապից Աստծո հետ, արդյոք մեզ Աստծո տված այդ հագուստը մաքուր կպահենք, թե կկեղտոտենք եւ Աստծո անունը կխայտարակենք։ Դրա համար Պողոս իրենց համոզում է, որ հավատարիմ մնացեք, ասում է այդ բարձր կոչմանը համապատասխան ապրեք, այդ արդարության զգեստը մի պղծեք, մի կեղտոտեք։ Եթե ձեզ կոչում է քրիստոնյա, եթե համարում եք, որ դուք հագել եք այդ զգեստը, որ Հիսուսը շնորհել է ձեզ արդարության զգեստը։ Պողոս ընթանալ կամ ընթացեք բայը եւս 3 անգամ օգտագործվում է միայն այս նամակում։ Դա նշանակում է ապրել եւ գործել Աստծո օրենքին համապատասխան, որը հնարավոր է միայն Սուրբ Հոգու աշխատանքի շնորհիվ։ Պողոսը նաև աղոթում է, որ նրանց եւ մեր կյանքը իհարկե լիովին հաճելի լինի Տիրոջը եւ թվարկում է դա անելու մի քանի ճանապարհ։ Պողոսացիներ 1:10 ամեն բարի գործով պտղաբեր լինեք, Աստծո գիտության պատճեք, գոհություն մատուցելով Հորը։ Եվ վերջում կարդանք ապաքինման ծառայություն գրքից։ Շատերը չեն կարողանում հստակ ծրագրեր կազմել ապագայի համար, նրանց կյանքն անորոշ է, նրանք չեն կարողանում զանազանել իրադարձությունների ելքը եւ դա հաճախ անհանգստությամբ ու հուզումներով է լցնում նրանց կյանքը։ Եկեք հիշենք, որ Աստծո զավակների կյանքն այս աշխարհում ուխտագնացի կյանք է, այսքան տուրիստի։ Մենք բավարար իմաստություն չունենք մեր սեփական կյանքը ծրագրավորելու համար։ Մեզ չի պատկանում մեր ապագան ձևավորելու իրավունքը։ Եբրայեցիներ 11:8 ասում է. «Հավատով Աբրահամը նազանվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու, նա ելավ գնաց առանց իմանալու, թե ուր է գնում»։ Հիսուս Քրիստոսն իր երկրային կյանքում, դրա համար էլ Աբրահամը կոչվում է բոլոր հավատացյալների հայր։ Հիսուս Քրիստոսն իր երկրային կյանքում իր համար ոչ մի ծրագիր չկազմեց։ Նա ընդունեց Աստծո ծրագրերն իր համար եւ Հայրն օրեցօր բացահայտում էր իր ծրագրերը։ Էնպես չի, որ մենք ծրագիր կազմենք, վերենք Աստծո առաջ եւ ասենք, պահանջում ենք օրհնիր այս ծրագիրը, դու խոսք ես տվել։ Ոչ։ Մենք պիտի սպասենք, որ Աստված իր ծրագիրը մեզ ներկայացնի մեր օրվա համար։ Եվ եթե որոշ լավ բաներ կա ձեր ծրագրի մեջ, Աստված կհաստատի այդ լավ կետերը։ Այսինքն Աստված պետք է խմբագրի մեր ծրագրերը եւ ավերացնի կամ պակասացնի, այլ ոչ թե մենք ստիպենք Աստծուն, որ օրհնի մեր ներկայացրածը երբեք։ Եվ մենք պետք է հետևենք Հիսուսի օրինակին այս հարցում։ Նա ընդունեց Աստծո ծրագրերն իր համար եւ Հայրն օրեցօր բացահայտում էր իր ծրագրերը։ Այդ նույն կերպ մենք պետք է կախված լինենք Աստծուց, որպեսզի մեր կյանքը նրա կամքի պարզ իրականացումը լինի, երբ մենք մեր ճանապարհները հանձնում ենք նրան, նա ուղղորդում է մեր քայլերը։ Շատերն իրենց համար փայլուն ապագա ծրագրավորելով լիակատար ձախողվում են։ Թույլ տվեք, որ Աստված ծրագրավորի ձեր կյանքը։ Փոքրիկ երեխայի նման նրան վստահեք ձեր առաջնորդությունը, ով պահում է իր սուրբերի ոտքերը, հենց սրա մասն էր, որ Հիսուս ասում է, եթե փոքր երեխաներ պես չլինեք, չեք մտնի երկինքի արքայություն։ Այսինքն, եթե փոքր երեխայի պես չվստահեք Աստծո առաջնորդությանը, չեք կարող փրկվել։ Աստված երբեք իր զավակներին չի առաջնորդում այլ կերպ, քան նրանք կընտրեին առաջնորդվել, եթե կարողանային տեսնել վերջը սկզբից եւ զանազանել այն նպատակի փառքը, որին ծառայում են որպես նրա գործակիցներ։ Թող Աստված օրհնի մեզ, շնորհակալություն իրենից դասերի համար, թող Աստված օրհնի մեզ, որպեսզի մենք
աճենք այս հավատքի մեջ, աճենք սիրո մեջ, հույսի մեջ, աճենք մեր եռանդի մեջ Աստծուն ծառայելու, որ մենք այդ ժամանակը, որ այսօր ունենք, այն դռները բաց, որ այսօր ունենք ավետարանելու 100%-ով օգտագործենք, որտեղ ժամանակ կգա, երբ որ մենք չենք կարող դա անել։ Եվ երբ որ Հիսուսը հարցնի դատաստանի ժամանակ, ինչու դու չօգտագործեցիր այն ժամերը, որ ես տվել եմ քեզ, այն օրերը, որպեսզի Աստծո արքայությունը մոտեցնես եւ քո փրկությունն էլ դրա հետ մեկտեղ, ինչու դու չօգտագործեցիր այդ ժամերը դրա համար, այլ ունայնության համար օգտագործեցիր։ Եվ այն ժամանակ մենք պատասխան չենք ունենա։ Թող Աստված օրհնի մեզ, որ այս գալիք շաբաթվա մյուս օրերին մենք օգտագործենք բոլոր ժամանակը, որ Աստված մեզ պարգևել է, մեծ ողորմությամբ, իր արքայության ծրագիրը առաջ տանելու համար, այլ ոչ թե մարդկային սին եւ ունայն ծրագրերը։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք աճենք եւ զարգանանք այս գալիք շաբաթվա մյուս օրերին սիրո, հավատքի եւ հույսի մեջ։ Եվ թույլ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի մեր բնավորությունը մաքրի եւ սրբի եւ սպիտակ ու ճերմակ պահպանի, ինչպես որ Հիսուսը շնորհել է մեզ իր արդարությունը։ Թող Աստված օրհնի մեզ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։